Պարոն Ղահրամանյան, վարչապետն այսօր կրկին գրառում է արել եւ առաջարկում է ստեղծել համակարգող խումբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ Ըստ ձեզ սա լայն հանրության աջակցությունը կստանա։ Սա ըստիս նաեւ հանրության լայն պահանջ է։ Հանրության լայն շրջանակների պահանջ է, այս պահանջը նոր չի։ Այս պահանջը վաղուց կա, դեռևս մինչև 18 թվականի իրադարձությունների խոսքով այն ժամանակներից, երբ ես դեռևս ուսանող էի, այդ խոսակցությունները կային, որ մեր հոգևոր առաջնորդները այդքան էլ հոգևոր առաջնորդ չեն եւ որ իրենք չեն պահում իրենց կամավորությամբ ստանձնած սկզբունքները եւ այս խոսակցությունը շատ վաղուց է։ Որոշների ընտանեկան կյանքի զավակ ունենալու աշխարհիկ կյանքով ապրելու մասին խոսակցությունը նոր չի եւ ես սա չէի մեկնաբանի որպես վարչապետի պահանջ կամ այլ ինչ որ անհատի կամ քաղաքական ուժի պահանջ, սա հանրային պահանջ է, որը վաղուց է ձևավորվել, ուղղակի այդ թեման միշտ կոպիտ ժողովրդի լեզվով ասած դուգայ է եղել, խոսալու թեմա չի եղել եւ մենք եկել ենք մի հանգրվանի, որ չխոսալ արդեն հնարավոր չի։ Նայեք, ընդդիմադիրները այս հարցը բավականին լավ շահարկում են, վարչապետին ասում են հանել է ժողովրդի եկեղեցու դեմ, ինչպես կարելի է կաթողիկոսի մասին այդ տեսակ հայտարարություններ անել, բայց ինչպես նշեցիք, այս խոսակցությունները նոր չեն, բայց իրենք շահարկման համար լավ առիթ կարող են սա հանդիսացնել։ Սրա դեմ ինչպես կարող եք պայքարել։ Նրանից, որ սա եկեղեցու դեմ պայքար չի, բազմաթիվ մեծամեծեր ասել են, չէ, որ ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը եւ եկեղեցին, դա բոլորս էլ գիտենք, եւ մեր ընդդիմադիրները եւ մեր որոշ հոգեվորականները ուղղակի թաքնվում են եկեղեցու տակ։ Ընդդիմադիրները նաեւ ասում են, որ ամենաբարձր ռեյտինգ ունեցող կառույցն է եկեղեցին, հանրային աջակցություն վայելող կառույցն է եւ իրանք բերում են թվեր, օրինակ 70%։ Իմ շփումներում ես կարող եմ փաստել, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 100-ին ձգտող ռեյտինգ, բայց օրինակ ես 10-ից 9-ի հետ շփվում եմ, իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, բայց այդ 10-ից 9-ից 8-ն էլ շեշտում եմ, որ իրանք դեմ են ներկայիս հոգևոր առաջնորդին, ներկայիս բարքերին, տիրող իրավիճակին, այսինքն հասկանում եք, ինչ որ մի կառույցի հեղինակության տակ ցանկանում են թաքնվել մարդիկ, ովքեր վերջին հաշվով վերջին տարիներին նաև նսեմացրել են այդ կառույցը։ Պարոն Ղահրամանյան, շատ հոգևորականներ բացահայտ սպառնացին բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց բառերն եմ ասում, հա, այդ Մարմաշենի հոգևոր հովիվներ փառեն, որով նիկոլական գաղափարներ ունի, չեմ թույլ տա ներս մտնի, Աջափահյանը Ստալինին էր հիշել պատերի տակ գնդակահարելու հետ կապված հայտարարություններ էր անում, եւ միշտ այդ ագրեսիան Բագրատ Գալստանյանը էլ չասաց, որ մի տարուց ավելի փողոցում ատելության խոսք է տարածում։ Այս ամենը ընդդիմադիրները չեն տեսնում, բայց երբ որ վարչապետն ասում է, որ կաթողիկոսը եթե խախտել է կուսակրոնության կարգը պետք է հեռանա, սա դառնում է այդպես թշնամանքի մեծ առիթ։ Նայեք, ինչ է իրանց ասույթը, չէ՞։ Իրանք ասում են, որ օրինակ հոգևորականը կարող է խոսալ քաղաքականությունից, բայց քաղաքական մարդիկ չեն կարող խոսալ հոգևորականությունից։ Սա ես կարծում եմ երեսպաշտության գագաթնակետն է, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած անձած Բագրատ Աջափահյան, ես կարծում եմ, որ ես ձգտում եմ իրենց ուշադրություն չդարձնել, որովհետև ես կոնկրետ նպատակ եմ տեսնում, շատ կոնկրետ նպատակ այդ մարդկանց կողմից, ոչ թե վնասել իշխանությանը ինձ կամ մեր քաղաքական թիմի, այլ վնասել կոնկրետ եկեղեցուն։ Ես եկեղեցուն չեմ նայում, որպես նրանց միջոցով չեմ նայում եւ ուշադրություն չեմ դարձնում ոչ իրենց քաղաքական խոսույթին, ոչ իրենց արած հայտարարություններին, որովհետեւ նայեք, ես որպես նույն հայ առաքելական եկեղեցու հետևորդ, եթե առաջնորդվեմ այդ ձեր նշած մարդկանց խոսույթով, ես պետք է ուղղակի երես թեքեմ մեր եկեղեցուց, բայց ես մեր եկեղեցին տաղանջատում եմ այդ մարդկանցից, որովհետև այդ մարդկանց նպատակը, իրանց խոսույթը, ատելությունը, իրանց կիսագողական բարքերը, իրանց աշխարհիկ կյանքով ապրելը նրա համար է, որ հասկանում եք հիմա մարդ ինչ ասում է, հա, կա խախտել է կուսակրոնության ուխտը, պատգամը, բայց ձեզ ինչ։ Այսինքն սա մեսեջ է, որ նորմալ ընդունեք։ Նորմալ է։ Այսինքն եթե ես ընդունում եմ, որ եկեղեցին պղծել է նորմալ է, սա արդեն վտանգավոր է դառնում։ Որովհետև հասկանում եք, եթե ես ոչ թե օրինակ ասենք, չգիտեմ, այդ Շիրակի թեմի առաջնորդն անման հայտարարություն է, որ ձեզ ինչ։ Այսինքն ամբողջ եկեղեցու մեջ մեկը չհայտնվեց,
Կամ նույն, չգիտեմ, այդ որը ներասել ինչ Տեր Փարեն, Մարմաշենի հոգևորականի, լավ, քաղաքական որոշ դատապարտումներ եղան, ժողովրդի կողմից եղան դատապարտումներ այդ հոգևորականի նկատմամբ, բայց Մայրա թորը ինչ արել այդ մարդուն։ Այդ հայտարարությունների համար, որովհետև եկեղեցին Աստծո տունն է եւ բոլորը այնտեղ մուտք գործելու իրավունք ունեն, այդ թվում անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց նույնիսկ երկրի պատկանելիությունից, հասկանում եք, ինքը, այսինքն եթե հասկանում եք չեխ օրինակ քրիստոնյա գա Հայաստան եւ ցանկանա մտնի եկեղեցի, եկեղեցին պետք է ընդունի իրան։ Բայց հասկանում եք, մարդ ասում է կոնկրետ տարանջատում է ժողովրդի միջև, որը ուղիղ հակասում է քրիստոնեական արժեքներին, ուղիղ շատ կոնկրետ հակասում է սա։ Ու այս մարդուն ոչ մեկ մինչև հիմա չի ասել, կարգալույս չի արել, հայտարարություն չի արել, որ սա սխալ մոտեցում է, ինչի մասին ենք խոսում, մինչև հիմա չեն էլ ասել, որ օրինակ պահպանել է կուսակրոնության ուխտը Գարեգին բն թե չի, օրինակ մինչև հիմա ոչ մեկ չի ասել, չի խոսացել դրա մասին։ Հայտարարություն չկա, իրանք ասում են դե մենք չենք արձագանքում ամեն մի, լավ էլ արձագանքում են։ Երբ որ իրանք պետք է լինեն, լավ էլ արձագանքում են, որ արձագանքելու ոչ մի բան չունեն, դրա համար էլ իրանք այդ ձև են վարվում եւ այդ խոսույթը կրկնում եմ, դա վտանգավոր խոսույթ է, դա եկեղեցու դերը այդ ձեր ասած հոգևորականների եւ այս լռելու բռնած ուղ կոնկրետ եկեղեցուն վարկաբեկելու միջոց է, բայց մեր ժողովուրդը խելոք ժողովուրդ է, մենք միշտ էլ այդպես է եղել։ Խորենացի կարդացեք, չգիտեմ, Հովհաննես Թումանյան կարդացեք Գութանի երգը, որտեղ հստակ նշվում է, որ այս ձև է եղել միշտ էլ։ Ժողովուրդը միշտ հավատացել է եկեղեցուն, հոգևորականները միշտ այդքան էլ հոգևորական չեն եղել, դա դարերով է, այնպես չի որ մենք եկել ենք եւ նոր է դա եղել։ Դա միշտ է եղել եւ դրա դեմ մի օր պետքա պայքարվի թե չէ։ Ոչ ասած Անիի թագավորության անկման մեջ կաթողիկոսի դերը բայց մի բան էլ եմ ուզում ավելացնել, երբ որ ինքը ասում է ձեզ ինչ։ Օրինակ դա ամենավտանգավոր բանն է, այլ օրինակ պատկերացնեք ես ազգային ժողովի падգամավոր եմ, ես բացառապես պարտավոր եմ լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Օրինակ դա իմ պարտավորությունից միայն մեկն է, չէ՞, падգամավոր դառնալու պայմաններից մեկն է։ Պատկերացնում եք, օրինակ, պարզվի, որ ես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց X երկրի քաղաքացի եմ, եւ մարդիկ պահանջեն, ասեն, դե դու չես կարող լինել падգամավոր, մանդատը դիր։ Ես էլ օրինակ հարցազրույց տամ, ասեմ ձեզ ինչ ես, որ երկրի քաղաքացի եմ, օրինակ։ Իդեպ նույնիսկ նշեցիք, որ Մայրաթորը հայտարարություններ տարածել, նրանք շատ արագ արձագանքեցին Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հայտարարությանը, որն ընդհանրապես Աստվածաշնչից խաղաղության վերաբերում է։ Այո, պատկերացնում եք, եկեղեցին խաղաղության կոչ անող հոգևորականի դեմ հայտարարություն է անում եւ դա ճնշման, բայց այն եկեղեցականները, ովքեր կոնկրետ իրանց հոտին տարանջատում են, ասենք նիկոլականներ, ոչ նիկոլականներ, չգիտեմ, սերեր, սպիտակներ, անեցներ, ասալիս մինչև հիմա հայտարարություն չկա։ Սա կոնկրետ մեր կաթողիկոսի կողմից եկեղեցին վարկաբեկելու կոնկրետ միջոց է։ Դա կոնկրետ եկեղեցին վարկաբեկվում է։ Հիմա ասենք վարչապետը ինչ ասում է, ձեր ներքին մենք օրինակ իշխանությունը ո՞նց ենք ընտրել։ Օրինակ ես ո՞նց եմ հիմա падգամավորի կարգավիճակում։ Վարչապետը ո՞նց է վարչապետի կարգավիճակում։ Եղել են ընտրություններ, ժողովուրդը մեզ ձայն ա տվել եւ մենք իրանք ինչ կարող, ո՞նց են իրանք հայտնվել իրանց տեղում։ Սկսենք սրանից։ Լավ, հասկացանք, դա ժողովրդական ընտրություն չի, իրանց ներքին, այսպես ասած, ընտրակարգով արվում, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, չէ, եթե որոշ կրիտերիաներ կան հասնելու կաթողիկոսի կարգավիճակին, որին պետական ինստիտուտները չեն մասնակցում, բայց գոնե պետական ինստիտուտները կարող են ասել, գոնե ձեր իսկ ստանձնած պարտավորությունները, հոգևոր պարտավորությունները պետք է կատարեք։ Եվ 26 թվականի ընտրություններին ընդառաջ հնարավոր է սա վերածվի բախման, հա, հասարակություն, հոգեվորականներ։ Ոչ մի բախման, ես լսեք, ում հետ բախման, ով ում հետ պետք է բախվի։ Սկսենք դրանից։ Երբ որ ասում են ժողովրդին հանուն եկեղեցու, հոգևորականները չեն կարող բախվել իրենց ժողովրդի հետ։ Սկսենք դրանից։ Հաջորդը ես կարծում եմ, որ մինչև 26 թվականի ընտրությունները ամեն դեպքում մենք պետքա արդեն այս իրավիճակը որոշված լինի, այսինքն հանգուցալուծված լինի, որտեղ սա երկար չի կարող շարունակվել, հոգևոր առաջնորդին կա կոնկրետ մեղադրանք եւ այդ մեղադրանքի ապացուցող փաստեր կան։
Պարոն Ղահրամանյան, անուններ չնշելով կան այդ թեմակալ առաջնորդների մեջ, arczepiskoposների մեջ, որոնք ներքուստ համաձայն են վարչապետի ասածի հետ, բայց արտաքուստ չեն կարող դուրս գալ Գարեգին Բ-ի դեմ, բայց Այո, ես այդպեսի մարդիկ ճանաչում եմ, իրանք ճիշտ է, այսպես ասած, աստիճանակարգով բարձր պաշտոններ չեն զբաղեցնում եկեղեցում, իրանք իրոք հավատացյալ մարդիկ են, Աստծո ծառաներն են եւ այո, իրանք իմ հետ նաեւ շփվելով Սյունիքում կան, որոնց ես հարգում ընդունում եմ, ովքեր մի մեղադրանք են միակներ, այսինքն ասում են նոր իմացակ, իրականը նոր չենք իմացել, բայց հասարակությունն էլ է ձեզ այդ մեղադրանքը հնչեցնում։ Այո, որովհետեւ բայց մենք հասկանում ենք, որ հասել է մի կետի, որը այլևս այսպես հնարավոր չի շարունակվի։ Պարոն Ղահրամանյան, Սյունիքում կան օրինակ վանքեր, մատուրներ, որոնք կիսաքանդ վիճակում են, անխնամ վիճակում են։ Մի քանի տեղեր ես տեսա, որ կան այդ տեսակը վանքեր։ Կան իհարկե, ես օրինակ Համլետավան բանավան կա Կապանում, որտեղ կային երկու մատուր, երևի 10-րդ, 12-րդ դարի մատուրներ են փոքր, մեկը վերակառուցել է այդտեղ ապրող մի շինարար մարդ, մյուսը էլի այտենց ավերակ վիճակում է, եւ ես միշտ զարմացել եմ, որ ինչպես կարելի է օրինակ 2020 թվականի եկեղեցի կառուցել եւ այդ եկեղեցուն այդքան շատ ուշադրություն դարձնել, բայց օրինակ մեր պատմական այդ 12-րդ դարի մատը, որովհետեւ մենք տեղի գյուղացիների հետ փակել ենք կողքերքը, որ կով, բան, բարձանում էին տանիքին արդեն խոտեր աճում։ Այսինքն սրտացավություն ցուցաբերում է բացառապես քաղաքացին, այլ ոչ եկեղեցականները։ Եկեղեցականներն են ցուցաբերում, բայց այնտեղ որտեղ որ օրինակ կնունքներ ա լինում, որտեղ որ հարսանիքներ ա լինում, որտեղ որ չգիտեմ, այլ միջոցառումներ ա լինում։ Ես մի ցավալի բան ասեմ, քանի լավ ես, քան ասեցինք էլի, ես չեմ ճանաչում հոգևորական, ով առանց գումարի, անկեղծ եմ ասում։ Ես անկեղծ եմ ասում ձեզ, ես չեմ ճանաչում մի հոգևորական ու ճշտել եմ ու նոր չի որ ճշտել եմ։ Վաղուց այդ բանը ես իմ մեջ անում եմ էլի իմ անալիզը։ Չկա մի եկեղեցական, ով անվճար ծեսանի, երեխա կնքի, չգիտեմ, հարսանիք անի, պսակադրություն անի, չկա, ես չեմ ճանաչում։ Ես ճշտել եմ իմ ծանոթներին, որտեղ ես ամուսնացել, այս եկեղեցում արդյոք եղել է այսինչ բանը, հա դե բան պետք է տանք բան, այս կարգի է, ես էլի եմ ասում, Սյունիքում կա հոգևորական, չեմ ուզում անունը տամ, որպեսզի չթիրախավորվի, բայց ինքը իմ համար իրոք հոգևորական է, օրինակ կան նաև երիտասարդ սարկավակներ, ովքեր չեն շեղվել իրենց ուղուց, բայց ընդհանուր վիճակը էս է։ Իսկ ինչ որ մնա ձեր հարցին, որ արդյոք մեր հետ կապվում են, այո, կան այդպիսի մարդիկ ու կապվում են, ասում են, որ ինչու այս խնդիրը չի լուծվում։ Եվ մի ներքաղաքական հարց շաբաթ օրը հայտարարություն տարածվեց, որ պատիվ ունեմ խմբակցությունը իրենց վարչապետի տեխնացուի անունը հնչեցրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ես շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը, պատիվ ունեմ խմբակցությանը, որ երկար փնտրտուքից հետո, դեգերումներից հետո կարողացան գտնել իրանց մեջի ամենաարժանավորին, իրանց մեջի ամենաքաղաքականապես հասուն, փայլուն անցյալ ունեցող անձի, ով ըստ իրենց ամենալավը կարող է կատարել վարչապետի գործառույթները, ամենալավ վարչարական եւ ոչ վարչարական ջիղով է օժտված եւ ճիշտ է այսի բիճմետը իհարկե կձախողվի, բայց մենք արդեն երկու վարչապետի տեխնացու ունենք 26 թվականից առաջ, դա Նիկոլ Փաշինյանն է, որը մեր վարչապետի տեխնացուն կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Դավիթ Համբարձումյանը, որը կլինի հանրապետական կուսակցության վարչապետի տեխնացուն, ամեն դեպքում ես շնորհավորում եմ ՀՀԿ-ին, որովհետև հասկանում եք այնպեսի աստղաբույլ ունենալով, ինչպեսիք են Շարմազանովը, Աշոտյանը եւ այլոք, ամեն դեպքում կարողացան կամքի ուժ դրսևորել եւ իրենց մեջից ամենաարժանավորին գտնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։